Գյումրեցու և Փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է։ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների առիթով գալամիջոցառում է անցկացվել, որի ժամանակ ելույթ է ունեցել և քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գյումրիում և Փարաքարում տարբեր հանգամանքներում են արտահերթ ընտրություններ նշանակվել, բայց կարևոր է ընդգծել, թե ինչ հանգամանքներում և ինչ պատճառով է Գյումրիում մասնավորապես տեղի ունենում արտահերթ ավագանու ընտրություններ։ Եվ իրականում կարծում եմ ընտրությունների պատճառը նաև որոշակիորեն քաղաքականացման մակարդակը ընտրությունների մեծացրել է։ Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին իրենց ամենաշատը քննադատում են, որ հեղափոխությունից հետո խոստացել են թալանվածը վերադարձնել, սակայն մեծ հաջողություններ այդ մասով չկան։ Իրականում ես պիտի չհամաձայնվեմ այս տեսակետի հետ և այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ-որ առումով այդ գործընթացում մեր ինստիտուցիոնալ հաջողության ուղղակի վկայություն է։ Ինչ նկատի ունեմ, ուզում եմ հիշեցնել, թե Գյումրիի ավագանում, երբ խնդիր առաջացավ, երբ Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով և պետք է վերադարձվի համայնքին։ Վարչապետը հիշեցրել է, որ դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմել է Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին հայց ներկայացնի դատարան ապօրինի սեփականաշնորհված գույքը համայնքին վերադարձնելու պահանջով և Փաշինյանի խոսքով ավագանու ՔՊ խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ և ավագանին կողմ էր քվեարկել։ Բայց պիտի պարզվեր, որ դրանով աշխատանքը ավարտված չէ և Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը, բայց ամենակարևորը ներդրվում է նոր ինստիտուտ, հենց կոնկրետ Գյումրիում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, որը արդեն ոչ թե քաղաքական որոշումների, ոչ թե քաղաքական նյարդերի, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է Գյումրիում և Հանրապետության մնացած համայնքներում իրականացվի ապօրինի սեփականաշնորհված, ժողովրդական լեզվով ասած, թալանված կամ գողացված գույքը։ Ահա այստեղ է, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ և ըստ էության Գյումրիի ավագանու մեծամասնությունը հրաժարական տալով հայտարարեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ և ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Սա շատ կարևոր է արձանագրելու համար։ Եվ այս ընտրությունները իրականում հենց այս համատեքստը և այս ենթատեքստը ունեն։ Բայց մինչև այդ համատեքստին ու ենթատեքստին անդրադառնալը, սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք ի վերջո համակարգված ձևով արձագանքենք այդ մեղադրանքներին։ Արդյոք մենք հետևողական ենք ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե այնուամենայնիվ մենք գնացել ենք այդտեղ կոմպրոմիսների, մեր քաղաքական կամքը նվազել է, մեր վճռականությունը նվազել է և մենք հետ քայլեր ենք արել։ Ես կարող եմ միանշանակ ասել ոչ, մեր կամքը ոչ միայն չի նվազել, մեր կամքը դարձել է պետական ինստիտուտ։ Փաշինյանի խոսքով ապօրինի գույքի վերադարձը կախված չէ քաղաքական կամքից, դա այլևս իրավական գործընթաց է։ Վարչապետը թվարկել է, թե ապօրինի գույքի վերադարձի քանի ինստիտուտ կա Հայաստանում։ Դրանցից մեկը քրեական գործերով գույքի բռնագանձման համակարգն է։ Այդ համակարգով մենք արդեն իսկ ունենք բռնագանձված և պետությանը և ժողովրդին վերադարձված գույքեր։ Երկրորդ համակարգը պետական շահերի պաշտպանության համակարգն է, որով նույնպես այս տարիներին վերադարձվել են և հիմա էլ վերադարձվում են գողացված գույքեր, ապօրինի սեփականաշնորհված ապօրինի ձեռք բերված գույքեր։
Հաջորդը ապօրինի գույքի վերադարձի համակարգն է, որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։ Հաջորդը համայնքային շահի պաշտպանության ինստիտուտն է, որը ելի նոր հիմնադրված ինստիտուտ է եւ որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան վերադարձված գույքեր։ Ըստ Նիկոլ Փաշինյանի իշխող ուժն այս երկար ճանապարհով գնացել է մի քանի պատճառով։ Առաջինը 2018-19 թվականին մենք որոշակի այսպես հեղափոխական կամքով մի քանի մարդկանցից, որոնց պայմանականորեն կարելի է անվանել հավաքական Սաշի կանոնով, մի քանի մարդկանցից մի քանի տասնյակ միլիոն դոլարի գույք մենք վերադարձրինք։ Բայց 1, 2, 3 մենք հասկացանք, որ համակարգը այդպես չի կարող աշխատել, որովհետև շատերը հավաքական պայմանական Սաշիկից շատ ավելի խելոք է եւ նրանց իրենց գույքերը ոչ թե միտեղ են դրել մի մարդու անունով, այլ դրել են 10, 15 տեղ, 20 տեղ Հայաստանից դուրս եւ տասնյակ մարդկանց անունով։ Եվ հարկավոր է ստեղծել համակարգ, որպեսզի գնա այդ գույքերի հետևից, հատիկ, գնա այդ գույքերի հետևից, տեղորոշի, կոորդինատավորի, ստեղծի իրավական համակարգեր, որպեսզի մենք ոչ միայն կարողանանք այդ գույքերը վերադարձնել, այլև մեր երկրի իրավական, ժողովրդավարական, օրենքի գերակայության իմիջին վնաս չհասցնենք, դրանով չմեծացնենք մեր երկրի խոցելիությունները։ Հպարտ եմ զեկուցել, որ այս համակարգը այլևս գործարկված է, հավելել է վարչապետը։ Շատերն են ընդդիմադիրներից հիշեցնում իմ խոսքերը 2018-19 թվականներին, երբ որ ես ասել եմ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Եվ ես իմ Facebook-յան էջում արդեն մի շարք եմ սկսել, որը հույս ունեմ եւ համոզված եմ, որ առաջիկա տարիներին չի ավարտվելու այդ շարքը։ Չի ավարտվելու այդ շարքը եւ մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել։ Եվ ուզում եմ նաեւ ընդգծել, այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ընդդիմադիրները սրանով էլի ժողովրդին խաբում են ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։ Ինչ կապ ունի այս ամենը Գյումրիի ընտրությունների ընթացքի հետ, ըստ վարչապետի կապը շատ մեծ է։ Որովհետև նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Որովհետեւ ես վերջին օրերը այս դիտանկյունից նայեցի եւ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Նիկոլ Փաշինյանի խոսքով նաեւ գյումրեցիներն են իրենց քննադատել։ Եվ ես հասկանում եմ այդ քննադատությունը։ Բայց ելի ասում եմ, մենք
ապօրինի գույքերի վերադարձի ճանապարհին մի վարքյան անգամ չենք հապաղել, մի վարքյան։ Մենք գնացել ենք ինստիտուցիոնալ ճանապարհով եւ ճիշտ ենք արել, եւ ահա այդ ինստիտուտը թափ է հավաքում։ Եվ ահա նրանք դուրս են եկել։ Երկրի ղեկավարը երկու հարթություն է առանձնացրել՝ համայնքային եւ քաղաքական։ Քաղաքական հարթությունը մենք չենք բերել։ Այս շատ կարևոր է։ Մենք չենք ի սկզբանե տրամադրվել եւ որոշել, որ Գյումրիի ընտրությունները պետքա լինեն քաղաքական։ Այդ նրանք են իրենց մուտքով, շեշտադրումներով, հարցադրումներով դարձրել քաղաքական։ Եվ այս ընտրություններում ամեն քվյաթերթիկ հենց նրա մասին է արդյոք ժողովրդի կամքը թալանվածը վերադարձնելու ճանապարհին թույլատրել է, թե չի թույլատրել։ Քաղաքացիական պայմանագրի կամքը ոչ միայն չի թույլատրել, քաղաքացիական պայմանագիրը ստեղծել է ինստիտուտ ժողովրդի համար, որ ժողովուրդը թալանվածը վերադարձնելու հնարավորություն ունենա, եւ այդ ինստիտուտը այսօր աշխատում է։ Ժողովուրդը պետք է որոշի արդյոք փայտ է մտցնում այդ ինստիտուտի անիվների գործունեության մեջ, թե այդ ինստիտուտին գործելու կանաչ լույս ու ճանապարհ է տալիս։ Վարչապետը նշել է, որ Գյումրիում աշխատանքների մի մասն արվել է սուբվենցիոն ծրագրերով, բայց եւ հիշեցրել, 2017 թվականի համեմատ կառավարությունից ստացվող դոտացիաների թիվը կրկնապատկվել է, 2 միլիարդ դրամից դարձել 4 միլիարդ։ Հեղափոխությունից ի վեր 2024 թվականի արդյունքները արդեն փաստացի ամփոփված են եւ պետական բյուջեի եկամտային մասը 100%-ով ավելացել է, այսինքն կրկնապատկվել է։ Այսինքն հասկանում եք, մենք Հայաստանի Հանրապետության բյուջեն կրկնապատկել ենք, բայց այդ կրկնապատկելն էլ մի հատ հասկանանք ինչ է նշանակում։ Դա նշանակում է +3 միլիարդ դոլար։ +3 միլիարդ դոլար։ Եվ այստեղ շատ կարևոր է անդրադառնալ մի հարցի, որովհետև այսօր էլ մեր ընդդիմախոսները իրենց հոգեզավակների բերանով ասում են, հա, ասում են, ինչ անենք, որ Գյումրիի դոտացիան կրկնապատկվել է, ինչ անենք, որ Հայաստանի բանը պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է։ Կարող է Նիկոլը իր հոր տնից է բերել այդ փողերը։ Իհարկե Նիկոլը ոչ էլ մեր մյուս գործընկերները մեր հայրերի տնից չենք բերել, որովհետև մեր հայրերի տներում բարեբախտաբար այդքան գումար չկա է, բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք այդ այսօղների հայրերի տնից ենք բերել այդ գումարները, ավելի ճիշտ կլինի ասել այդ այսօղների պապաների տնից ենք բերել այդ գումարները, և պետական, ոչ թե անձնավորված, ոչ թե ԿՊ-ի հեղափոխական խմբերը մտել են տներ, ճամպրուկներով լցրել, վերցրել, այլ դա մենք բերել ենք ինստիտուցիոնալ ձևով։ Ինստիտուցիոնալ քաղաքակիրթ ձևով եւ համակարգը, որը մենք ստեղծել ենք, այնքան խորն է այլևս մտել այդ մարդկանց պապաների տները, որ դուրս չի գալու այդ, մինչև Հայաստանի ժողովրդից գողացված վերջին հատիկը չվերադարձվի։ Գյումրեցուց գողացված, Երևանցուց, Վանաձորցուց, Կապանցուց, Մեղրեցուց եւ այլն եւ այդպես շարունակ։ Ուզում եմ, որ մենք հասկանանք ինչումն է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը, նշել է վարչապետը։ Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասներ եւ ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում։ Որովհետև այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ հատիկ առ հատիկի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք հազար ներողություն այս բառիս համար, առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու, եւ մենք նրանց պետք է հետ ուղարկենք
իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն եւ սպասեն Հայաստանի ժողովրդի արդարության ու արդարադատության։ Ըստ վարչապետի այս նույն ենթատեքստը նաև փարաքարում է, բայց վառ կերպով արտահայտված չէ։ Անդրադառնալով համայնքային համատեքստին, վարչապետը նշել է, որ այդ մասին շատ չի խոսի։ Որովհետև կա առանձնահատկություն։ Գյումրիի ավագանի ընտրությունների առնվազն առաջնորդող հատվածը Փարաքարի ավագանու ընտրությունների առնվազն առաջնորդող հատվածը, ես նկատի ունեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակին։ Գյումրեցին է որոշել, ժողովուրդ ջան։ Մենք չենք որոշել։ Մենք չենք որոշել, որ Երևանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում կամ կառավարության սենյակում նստած չենք որոշել, ես մեկը թող առաջինն լինի, ես մեկը երկրորդ, ես մեկը երրորդ, ես մեկը չորրորդ։ Դա որոշել է Գյումրեցին։ Գյումրեցին է որոշել, որ Սարիկ Մինասյանը պետք է լինի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար։ Փարաքարցին է որոշել, որ Լուդվիգ Գյուլնազարյանը պետք է լինի Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու հանգամանքին։ Փարաքարում գիտեք, որ պարոն Գյուլնազարյանը ընտրված էր կոալիցիոն հուշագրի գործունեության ընթացքում, բայց նաև մենք եւ նաև պարոն Գյուլնազարյանը ինքը քաղաքական կամք ցուցաբերեցինք, որպեսզի նաև ինչ որ առումով բարեվարկության մի նոր ստանդարտ դրեցինք, որ երբ որ պաշտոնյայի անունը ինչքան արդար, ինչքան անարդար, բայց տվյալ դեպքում տեղի էր ունեցել մի իրավիճակ, որը անհրաժեշտ էր պարզաբանումներ տալ, եւ այն, որ իշխանության թիմի ներկայացուցիչը այդտեղ հայտնվել սխալ պահին, սխալ տեղում, այդ հետո պետք է բանարվեր, պարզվեր, որովհետեւ այդ պահին պարզ չէր դա։ Եվ պարոն Գյուլնազարյանը հրաժարական տվեց եւ տեղի ունեցավ օբյեկտիվ քննություն եւ նախ ես ուզում եմ պարոն Գյուլնազարյանին շնորհակալություն հայտնել այդ որոշման համար, որովհետեւ հասկանալիորեն դա հեշտ որոշում չի եղել։ Բայց նաև ուրախ եմ ու հպարտ եմ մեզ համար, որ ի վերջո պարզվեց, պարզաբանվեց, ապացուցվեց, հիմնավորվեց, որ իրականում իրոք սխալ պահի, սխալ տեղում է հայտնվել, եւ մենք եւ կուսակցությունը ըստ էության այդ իրադրության դատը հանձնեց փարաքարցիներին, որովհետեւ այդտեղ իրավական դատի տեղ չկար, կար քաղաքական դատի տեղ, եւ մենք այդ քաղաքական դատը ըստ էության հանձնեցինք փարաքարցիներին եւ փարաքարցիները կայացրին իրենց որոշումը։ Փաշինյանի խոսքով իրենց ցուցակների առաջին 5 հորիզոնականները ձևավորվել են գյումրեցիների եւ փարաքարցիների ընտրությամբ։ Մենք որոշել ենք առաջարկ անել գյումրեցիներին եւ փարաքարցիներին, փարաքարցիները եւ գյումրեցիները որոշել են, թե ով պիտի լինի տեխնացուն։ Եվ հետեւաբար այսօրվա միջոցառումը, որը մենք ասում ենք, որ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակների եւ տեխնացուների ներկայացման գալա միջոցառումն է, սա ինչքան քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուների ներկայացումն է, այնքան էլ գյումրեցիների եւ փարաքարցիների ընտրած տեխնացուների ներկայացումն է։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախնական ընտրությունները նոր ինստիտուտ է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց նաև հետևյալն եմ ուզում ասեմ, այստեղ մենք ցույց ենք տալիս թվերով, կիլոմետրերով, քառակուսի մետրերով, թե ինչ է արվել Գյումրիում եւ ինչ է արվել Փարաքարում։ Բայց այնուամենայնիվ կան բաներ, որոնք առնվազն ոչ պակաս կարևոր են, բայց դրանք հնարավոր չի ցույց տալ թվերով, կիլոմետրերով եւ քառակուսի մետրերով։ Դա ազատությունն է, սիրելի ներկաներ։ Դա ընտրելու ազատությունն է, դա որոշելու ազատությունն է։ Որովհետեւ այս ընտրությունները ունեն նաեւ ուրիշ համատեքստ։
Այս ընտրությունների համատեքստը հետևյալն է, որքանով է քաղաքացին պատրաստ, որպեսզի համակարգ էսպայից սկսի զարգանալ այնպես, որ ինքը չի որոշելու, այլ իր փոխարեն որոշելու են եւ ինքը իրեն փորձ են անելու վերապահել ընդամենը դակողի դեր։ Ինչը մենք տեսել ենք, բայց ես ուզում եմ էտել մենք արձանագրենք, որ 2018 թվականից ի վեր որևէ մակարդակի ընտրություններում փակված են, չեք զգում, այսօր չկա այդ վերնագիր, եկեք գնանք նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունների, նախորդող շրջանների, վերնագրերի, տեքստերի, հարցազրույցների մոնիտորինգ անենք։ Խոսույթի 70-ից 80%-ը նվիրված է նրան, թե ինչպես է իշխանությունը կեղծելու ընտրությունները։ Դուք որևէ մեկից լսել եք այդպիսի բան։ Չկա այդ ընդհանրապես գոյություն չունի, որևէ մեկի մտքով չի անցնում։ Ես հասկանում եմ հիմա, երբ որ մարդիկ լսեն այս իմ բանը, իմ ուղերձը, համոզված եմ վեր են թռնելու, ինչ ընտրություն, որտեղ մոռացել են արդեն, էլ չկա տենց բան։ Ու լավ է, որ մոռացել են։ Բայց այս ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով նրանք պետքա հիշեն դա եւ հիշողությունը պետքա արտահայտվի քվեարկությամբ։ Ժողովուրդը պետք է որոշի, որքանով է պատրաստ պաշտպանել իր ազատությունը, անկախությունը, ընդգծել է երկրի ղեկավարը։ Ես շատ վաղուց արձանագրել եմ, բայց գուցե հաճախ չեմ բարձրաձայնել, որովհետև մենք վերջին 7 տարիներին անցել ենք շատ բարդ եւ դժվար իրավիճակներով։ Մենք շատ կորուստներ ենք ունեցել, բայց ի վերջո մենք պետք է ունենանք համարձակություն, բարձր եւ հստակ ասել, որ մենք ունեցել ենք շատ կորուստներ ու ձեռք ենք բերել ավելի մեծ անկախություն, չուզեցա ասեմ ձեռք ենք բերել անկախություն, բայց կարող ենք ասել, որ ձեռք ենք բերել անկախություն, որ ձեռք ենք բերում անկախություն, որ ձեռք ենք բերում պետականություն, որ ձեռք ենք բերում ինքնիշխանություն, որ ձեռք ենք բերում ազատություն եւ ձեռք ենք բերում ապագա, եւ այս ընտրությունները նաեւ դրա մասին են, ինչքանով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, գյումրեցին, փարաքարցին պատրաստ քվեարկել իր ազատության, իր անկախության, իր ինքնաշխանության, իր պետականության եւ իր ապագայի համար։ Այն նաեւ սրա մասին է այս ընտրությունը, սիրելի ընկերներ։ Եվ նաեւ այս իմաստով, այս ազատության իմաստով ենք մենք սարի պես կանգնած եւ Գյումրիի թիկունքին եւ լեռան պես կանգնած, այսինքն քարի պես կանգնած, փարաքարի թիկունքին։ Վարչապետն արձանագրել է, որ գյումրեցու փարաքարցու որոշումը ասածը օրենք է, վիճարկման ենթակա չէ։ Եվ մենք այսօր այստեղ ենք, վաղը այստեղ ենք լինելու, այդ օրենքը պահպանելու, պաշտպանելու եւ զարգացնելու։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Գյումրին, կեցցե Փարաքարը։ Տաթև Խաչատրյան, լուրեր։